Հայաստանում շուտով ազգային ժողովի ընտրություններ են, եւ շատ է խոսվում օտարերկրյա միջամտության մասին։ Եկեք փորձենք հասկանալ, թե աշխարհաքաղաքական կենտրոններն ինչ նպատակներ ունեն կապված առաջիկա ընտրությունների հետ։ Հայտնի է, որ բոլոր երկրներն ուզում են շրջապատված լինել քաղաքական համակարգով իրենց ավելի նման երկրներով։ Բռնապետությունները բռնապետություններով, ժողովրդավարությունները ժողովրդավարություններով։ Այս համատեքստում ակնհայտ է, որ Եվրոպական միությունը ցանկանում է, որ Հայաստանում լինի ժողովրդավարություն, մինչդեռ Ռուսաստանը շահագրգռված է ժողովրդավարության բացակայությամբ։ Սակայն Ռուսաստանի Հայաստանի ներքին գործերին միջամտելու պատճառները շատ ավելի խորքային են։ Վերջին տարիներին Հայաստանը բազմաթիվ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանից կախվածության թելերը նվազեցնելու ուղղությամբ։ Հայաստանը հեռացնում է ռուսաստանյան սահմանապահներին, բացահայտում է ցորենի ձեռքբերման նոր շուկաներ, դիվերսիֆիկացնում է կապերը միջուկային էներգետիկայի ոլորտում, բարեփոխում է բանակը ՆԱՏՕ-ի ստանդարտներով, սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, սպառազինություն է ձեռք բերում բազմաթիվ այլ, այդ թվում նաև արևմտյան երկրներից։ Հայաստանը նաև հրաժարվում է Ադրբեջանի հետ կոնֆլիկտից։ Այնինչ հենց կոնֆլիկտն էր Հայաստանի ու Ադրբեջանի վրա ռուսական ազդեցության ամենամեծ լծակը։ Ռուսաստանում հասկանում են, որ այդպես շարունակվելու դեպքում կարող են վերջնականապես կորցնել Հայաստանի վրա ազդեցությունը, եւ դա կանխելու հիմնական միջոցը ընտրություններին միջամտելն է։ Միջամտության ձևերն ու գործիքները բազմազան են։ Ապատեղեկատվության տարածումից մինչև կիբերհարձակումներ, տագնապի եւ ապահովության բացակայության մթնոլորտի ձևավորում։ Եվ զարմանալի չէ, որ արևմտյան երկրները փորձում են օգնել Հայաստանին պաշտպանվել ապատեղեկատվությունից, կիբերհարձակումներից ու հիբրիդային այլ գործողություններից։